պայմանագիրը երկու համայնքներում Հարաքյարում ջախջախից, Գյումրիում ևս պարտություն կրեց, սա չի խոսում այն մասին, որ ձեր իշխանության վարկանիշը աստիճանաբար նվազում է եւ ինչպես Վիլեն Գաբրելյանն էր ասում 2026-ին իշխանություն չեք լինելու։ Ես կարծում եմ, սա փաստում է մի բան, որ Հայաստանում ժողովրդավարությունը իսկապես արմատանում եւ իրողություն է դառնում անշրջելի, այո, միանշանակ ցանկացած ընտրական process-ից հետո մասնակիցները վերլուծում են իրենց արդյունքները, ըստ էության ձայների առումով մենք ավելի շատ ունենք ձայն հավաքած 21 թվականի համեմատությամբ, բայց սա մեզ իհարկե չի գոհացնում արդյունքները եւ վստահաբար քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մանրամասն վերլուծելով ընթացքը արդյունքները որոշակի հետևություններ անելով կպատրաստվի հաջորդ ընտրություններին։ Բայց կիսում եք տեսակետը որ տեսակետը որ 2026-ին իշխանություն եք փոխելու Հայաստանում։ Չէ, չեմ կիսում։ Ինչն է ձեզ վստահեցնում, հատկապես արդյունքները, որոնք ինչպես դուք եք ասում նոհացնող չեն, հետևություններ անել պետք է եւ այլն։ Ուրեմն վստահեցնում է այն, որ մեր կառավարությունը իրագործում է տված խոստումները եւ մեր քաղաքացիների կյանքը դեպի բարելավում է տանում եւ միանշանակ հավակնում է 26 թվականին եւս իշխանության գալ։ Տիկին Ավանեսյան Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում Ոչ միայն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, այլ նաև մի քանի այլ բժշկական կենտրոններում առաջիկայում այո տնօրենի փոփոխություն է լինելու եւ կարծում եմ սա նորմալ ընթացք է, տնօրենների փոփոխությունը եւս մեր ընթացի գործունեության մի մասն է։ Երկուսի մասով էլ երեք էլ մենք գտնվում էինք Վանարջանի անվան ուրուցքաբանության կենտրոնում, կարծում եմ շատ մեծ ներդրում են ունեցել այս երկու խոշոր կենտրոնների ղեկավարությունը եւ թիմերը ձևավորելու իսկապես լրիվ նոր մշակույթով, ստանդարտով, ենթակառուցվածքներով, ծառայություններով բժշկական կենտրոններ, կարծում եմ եկել է ժամանակը արդեն հաջորդ էտապներին անցնելու, զարգացման նոր ուղիներ գնալու։ Այո, պարոն Զեյնալյանի թեկնածությունը քննարկվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում։ Դա նախարարի որոշման տիրույթ։ Այո։ Իսկ այլ թեկնածու Դե չեմ կարող ինչի թեկնածու, ես նշեցի, որ մի քանի կենտրոններում են փոխվելու եւ ասեցի այո, պարոն Զեյնալյանը մեր թեկնածուներից է։ Տիկին Ավանեսյան նաև կրկին ակտիվացնել այն քննարկումները, որ դուք հրաժարական եք ներկայացնելու, Այս շաբաթ չեմ նկատել։ Կգա այդ օրը, ամեն օր որ գրեք, մի օրը ճիշտ դուրս կգա։ Ձեր թույլտվությամբ ես մի հարց ունեմ, էլի, անկեղծ ասած ինձ շատ հետաքրքրում է մեր առողջապահության նախարարը, մեր ռազմագերիների ծեծի ենթարկելու խոշտատման մասով ինչ տեղեկություններ ունի, ինչ վիճակում են նրանք հիմա գտնվում, ունեք տեղեկություններ։ Մենք հանդիսանալով կառավարության մասը եւ իհարկե նաեւ առողջական մասով միանշանակ ուրեմն մեր գործառույթների եւ մեր հնարավոր աշխատանքային խողովակների միջոցով ուրեմն անում ենք մեր հնարավոր անելիքները, այսքանը կարող եմ ասել։ Չէ, չեմ կարող մանրամասնել։ Չեք մանրամասնում, հանրություն ուզում է իմանալ Տիկին Ավանեսյան։ Հասկանում եմ, բայց թե վարչապետը, թե արտաքին գործերի նախարարը այս մասով ազգային ժողովում եւ ամեն պատե առիթին տալիս են հնարավոր չվնասող, ընդգրկուն պատասխաններ, այդքանով պիտի բավարարվենք։ Հանրությունն ասում է մեր երկրի առողջապահության նախարարը գնում է ֆուտբոլ նայելու, վարչապետի հետ գնում է լենտը կտրելու, բայց ըստ էության մեր գերիների հետ կապված որևէ գործոն քայլ չի անում, գնա համապատասխան, չգիտեմ, այսպես երկրի ներկայացուցիչների հետ հանդիպի, որևէ խոսք ասի, քայլեր տեսնենք, հասկանանք, որ մեր երկրի առողջապահության նախարարը իսկապես մտահոգված է մեր գերիների առողջական վիճակով, ի վերջո նրանց խոշտանգում են, նրանց կյանքին վտանգ է զգում։ Ուրեմն առողջապահության նախարարը անում է հնարավորինս առողջապահական համակարգը բարեփոխելու եւ ապահովելու մեր քաղաքացիների համար պատշաճ պայմաններ եւ մեծ արդյունքներ ունենք եւ այդ լենտը կտրելն է դրա արդյունքներից մեկն է եւ անում է իր լիազորությունների մեջ ամեն ինչ ապահովելու մեր քաղաքացիների այլ երկրներում գտնվելու հանգամանքով ձեր նշած խնդիրներին հասցեագրելու։
Տիկին Ավանեսյան, դուք վերջին անգամ ազգային ժողովում եք աներկորացների ծնողների հետ հանդիպմանը եւ այնտեղ բավականին լարված մթնոլորտ էր, ընդ որում ծնողները Գեգամ Նազարյանին ազգային ժողովի պատգամավորին հաթաթա էին տալի, որ այլևս չկրկնեն այն արտահայտությունը, որ իրենց երեխաներին չպետք մահացածների մեջ պետք է փնտրել։ Նրանք պնդում են, որ պետք է մեր երեխաներին գտնել ողջերի մեջ, փնտրել ողջերի մեջ։ Այս միջադեպի հետ կապված կցանկանայի ձեր գնահատական որպես առողջապահության, դուք այնտեղ ներկա եք, ինչ մթնոլորտ էր, ինչից սկսվեց ամեն ինչ։